բողոքի վերաբերյալ բացատրությունները Մինչ բողոքի վերաբերյալ բացատրության հասնել է, իսկ դատանի որոշակի բարձրաբանում տալ կապված մեր կողմից ներկայացված միջնորդության տեսագրությունը դատական նիստի ընթացքում հետազոտելու վերաբերյալ, թեև կարող նաև բողոքի վերաբերյալ բացատրությունը լսելուց հետո ներկայացնենք, բայց պաշտպանության կողմը գտնում է, որ քանի որ բացատրության մեջ բավականին շատ ներկայացնելու տեսագրության վրա, ավելի արդյունավետ կլինի, որ մինչև բողոքի վերաբերյալ բացատրությունը լսելը դատարանը հրապարակի համապատասխան տեսակցությունը պաշտպանության կողմի իր հայտարարությունները անի, որպեսզի հետագայում կրկին դրան վերադառնալու առարկություն չլինի։ Լավ, հարգելի պաշտպան, քանի որ ձեր կողմից նշված միջնորդությունը անապահ քննարկման ենթակա միջնորդություն չէ, դատարանը դա թողել է քննարկելու բողոքների ներկայացումից հետո։ Ատվաժան դատարան ներողություն, եթե կա դատարանը այդպիսի որոշում կկայացնի, որ այդ ֆորմատով քննարկվի եւ դա կարող է ավելի արդյունավետ լինել, ես առաջարկում եմ սկզբից ես ներկայացնեմ դատախազության ներկայացած բողոքը, հետագայում քանի որ պաշտպանը նշում է այդպիսի միջնորդություն ներկայացնում, որ ավելի արդյունավետ կլինի իրենց բողոքում արձակված հանգամանքները հետազոտելը տեսագրության դիտմամբ սկզբից ես ուղղակի առաջարկ եմ ներկայացնում դատարանին, եթե դատարանը նպատակահարմար կգտնի եւ թույլ կտա, սկզբում ես ներկայացնեմ բողոքը, որովհետեւ իմ բողոքի դատախազության բողոքի առնչությամբ նման առանձնահատկություններ եւ հանգամանքներ առկա չեն։ Լավ, դատարանը քանի որ արդեն բարձրաբանում կատարեց, որ նշված միջնորդությունը քննարկվել է բողոքները ներկայացնելուց հետո հետո կողմից նշված հանգամանքը ըստ էության ակտիվ չի դառնում։ Բողոքները կքննարկենք, այնուհետև կանադառնանք միջնորդության։ Ըստ ժամանակագրական հերթականության բողոքը ներկայացնելու համար խոսքը տրվում է պաշտպան։ Շնորհակալություն պաշտպան, մինչ բուն բացատրության բովանդակության հասնելը ցանկանում նշել, որ հնարավորինս շատ կրճատել ենք վերաքննիչ բողոքում նշվածանները, մասնավորապես այնտեղ չեն վկայակոչվի այնպիսի ապացույցներ, որոնք ըստ էության գոր համբարձումների վերաբերյալ դեպքին չեն առաջվում կամ առաջվում են այնքանով, որ ընդհանուր դեպքն են նկարագրվում, բայց չեն անդրադառնում գործողությունների, եւ մինչ բուն բացատրությանը հասնելը ես հակիրճ ասեմ, մենք դատական ակտի ինչ պատճառաբանությունների եզրանկումների հետ համաձայն չենք, ըստ էության Արարչյանի դատարանի ինչ ա արել, մեղադրական վերդիկտ կայացնելու համար դատարանի տրամադրության տակ երկու տեսակի ապացույցներ ունեցել, մասնավորապես դժողների վկաների ցուցմունքներ եւ համապատասխան տեսագրություններ։ Նաեւ որոշակի գրավոր փաստաթղթեր կային, որոնք ըստ գործողությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չէին պարունակում։ Համապատասխան ցուցմունքների մասով վկաների դժողների այդտեղ եւս երկու խմբի հնարավոր բաժանել, այնպիսի ապացույցներ, որոնք նախաքննության եւ դատաքննության ընթացքում եղել են բովանդակ, եւ այնպիսի, որոնք նախաքննության ինչ-որ փուլից իրենց բովանդակությունը փոխել են, այլ տեսակի ցուցմունքներ են արձանագրվել կամ այնպիսիք, որոնք նախաքննության ընթացքում եղել են մի կերպ, իսկ դատաքննության ընթացքում արդեն փոխվել են։ Այս պայմաններում Բաթեժան Արարչյանի դատարանը դատական ակտ կայացնելիս հիմք է ընդունել միայն այնպիսի ցուցմունքներ եւ այդ ցուցմունքների այն հատվածները, որոնք միայն մեղադրական բնույթի տեղեկություններ են պարունակում։ Իսկ օրինակի համար նույն անձը սկզբնական շրջանում ցուցմունքը տվել, հետագայում ցուցմունքը հերքել ասել, չէ, դες չի եղել այն կերպ, այդպես դատարանը հիմնավորը համարել սկզբնական ցուցմունքը եւ ի վերջո այդ ցուցմունքները դատարանը ինչը պաշտպանության կողմը ամենամեծ խախտումն է համարում, միակ օբյեկտիվ ապացույցից տեսողությունը չի համարում, որպեսզի հասկանա լավ է չէ մարդու, որ ասես ճիշտ սկզբնական թե հետագա փուլերում ասես։ Սա այդ մասով Բաթեժան դատարան, ինչպես նաև այդ արժանահավատության գնահատման շրջանակներում դատարանը, երբ որ փորձել է այս կամ այն ցուցմունքի արժանահավատությունը գնահատի, մեր համար ակնհայտ է, որ ամեն կերպ փորձ է կատարվել այնպիսի ցուցմունքներին արժանահավատություն տալ, որոնք մեղադրական բնույթի են, նշվել է ինչ-որ ազդեցությունների մասին, ինչ-որ օպերատիվ գրության մասին եւ այլն, դրանց վերաբերյալ համապատասխան փաստարկները բացատրությամբ կներկայացվեն։ Ընդհանուր առմամբ Բաթեժան դատարան էսա, որ դա համաձայն չենք մենք նրա հետ, որ դատարանը ինչպես է գնահատել ցուցմունքները, ինչու է անտեսել համապատասխան տեսագրությունը, ընդհանուր բացատրությունն է շրջանակներում ալի։ Քանի որ Բաթեժան դատարան
հնարավոր չի առանց անձանց ցուցմունքները վկայակոչելու թեկուզ մասնակի, բայց այն բովանդակությամբ, որ ամբողջությամբ արտասովում է նրանց ասացը, ստիպված ենք լինելու որոշ անձանց ցուցմունքները հրապարակել թե դատաքննական, թե նախաքննական, որպեսզի եւ դատարանին եւ հանրության համար բաց լինի, թե ինչի մասն է խոսքը, դեպքը ինչ ապացույցներ ունի, տակ եւ այլն։ Այսպիսով պատվժան դատան դատավճի հրապարակման, ինչպես արդեն դատարանն է դարձում է, Դավիթ Համբարձումյանը ներկա չի գտնվել, քանի որ համապատասխան դիտողությունը դատարանի կողմից ունեցել է, հետագայում ստացել են վրիպակի մասին ուղղման որոշում եւ ծանոթանալով բողոքարկող դատական ակտի մենք գտնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի եւ Գոռ Համբարձումյանի մասով դատավճիռը հանդիման է եւ չպատճառաբանված, ըստ անօրինական։ Դատավճիռը վերնշված մասով չի բխում քրեական գործում առկա ապացույցներից, դատարանի կողմից չի իրականացվել օբյեկտիվ լրիվ եւ բազմակողմանի քննություն, քրեական գործի նյութերում առկա Դավիթ եւ Գոռ Համբարձումյանների անմեղության մասին վկայական ներքելի ապացույցները դատարանի կողմից անտեսվել են, ինչի արդյունքում արդարացման դատավճիռի փոխարեն կայացվել է մեղադրական դատական ակտ։ Այս առումով մանրամասն հնարավորություն կատարվի Դավիթ եւ Գոռ Համբարձումյանների նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու ընթացքում դատարանի կողմից օգտագործված ապացույցների ծավալին, դատարանի կողմից այդ ծավալի գնահատման չափանիշներին, ինչպես նաեւ այդ գործընթացում դատարանի կողմից թույլ տված ակնհայտ սխալներին եւ անտեսված արտահայտող ապացույցներին։ Առանձին անհատասը կատարվի Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված աննախադեպ խիստ պատժին, այդ գործընթացի պատճառների եւ նպատակների։ Սույն բացատրությամբ ապացույցները կներկայացվեն հնարավորինս հակիրճ, սակայն այդ ապացույցները սույն բացատրությամբ չներկայացնել չեն կարող, հաշվի առնելով դրանց կարևորությունը եւ այն հանգամանքը, որ բողոքարկող դատական ակտը հենց այդ ապացույցների վրա է կառուցված եւ առանց դրանց բովանդակության հրապարակման եւ հանրայնացման հնարավոր չի նկարագրել դեպքի իրական պատկերը եւ Դավիթ Համբարձումյանների անհոգելի անմեղության առաջադրված մեղադրանքը։ Այսպես դատարանը համապատասխան հատվածների չեն ուզում հրապարակեն, մատնշել ապացույցների ծավալը, թե ինչ է օգտագործել, դրանց գնահատում, արժանահավատության չափանիշի վերհանում, բավականին ծավալում հատված կա բողոքարկող դատական ակտում, ինչի արդյունքում հանգել նա, որ դատարանը հաստատված համարը, որ 2018 թվականի ապրիլի 22-ին ժամը 10-17 նկատ ժամանակահատվածում Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, վերջինիս եղբայր Գոռ Համբարձումյանը եւ քրեական գործով ինքնություն չպարզված այլ անձինք Արարատի մարզի հայերից տորտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում բացի այդ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի հանրապետության հրապարակ արգելելու խոչընդոտներ ստեղծելու տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենաներով փակել են նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Դավիթ Համբարձումյանը, Գոռ Համբարձումյանը եւ մյուսները խմբի կազմում միասնական դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով եւ փոխհրացնելով, բացի այդ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հայհոյանքներ հնչեցնելով հանրահավաքի մասնակիցների հասցին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել, ոտքերով, ձեռքերով եւ որպես զենք օգտագործող նախապես իրենց հետ գրծված մահակներով, քարերով հարվածներ են հանձնել երթի մասնակիցներին։ Այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը գործատեղի հատվածում կրել է զենքի նմանվող առարկա, հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի եւ սարսափի մթնոլորտ եւ խմբի կազմում այդ թվում Դավիթ Համբարձումյանի հետ, սա ինչպես դատական ակտում կա, ես նույնությամբ մեջ գրում եմ Դավիթ Համբարձումյանը Դավիթ Համբարձումյանի հետ։ Բռնցքներով եւ ոտքերով հարվածներ են հասցրել ցույցի մասնակիցներ Արա Պողոսյանի եւ Աբրահամ Ջուլյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս։ Այդ ամենի ընթացքում խմբի ինքնություն չպարզված մյուս անդամները մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով եւ այլ առարկաներով, ինչպես նաեւ ձեռքերով նույնպես զուգահեռ հարվածներ են հասցրել Արա Պողոսյանի, Աբրահամ Ջուլյանի, Արզուբյանի եւ խաղաղի երթի այլ մասնակիցներին։ Միջադեպի ընթացքում Դավիթ Համբարձումյանը սև գույնի ավտոմեքենայի սրահից որպես զենք օգտագործվող քննությամբ չպարզված առարկայի գործադրմամբ կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծվել է վախի եւ սարսափի մթնոլորտ։ Նույն միջադեպի ժամանակ Գոռ Համբարձումյանը ձեռքով հարվածել է Հովհաննես Բալաբանյանին, վերջինիս առողջության պատճառով թեթև վնասականիշներ, չպարունակող մարմնական վնասված, որն արտահայտվել է համապատասխան նկարագրությունը կա եւ հարվածել է ավտոմեքենային, դրանով պատճառել է 33,000 դրամի գույքային վնաս։ Պատերազմ դատան, ես համոզված եմ, որ մեր բացատրության վերջում դուք կհամոզվեք, որ այս
այն ամենը ինչ դատարան հաստատված է համարել եւ ես ընթերցեցի, իրականությանը համապատասխանում են դեպքի օրը եւ ժամը։ Մնացած բոլոր այն հանգամանքները, որը դատարանը հաստատված անում է, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Պատասխան դատարան հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի կողմից, առաջացանի դատարանի կողմից, որպես հետազոտված թույլատրելի ապացույցներ թվարկված անձանց ցուցմունքներից յուրաքանչյուրի դեպքում դատարանի կողմից դատական ակտի մեջ բերված բովանդակությունը պարունակում է էական բացթողումներ, անհրաժեշտ ենք համարում վերստին ներկայացնել նշված անձանց ցուցմունքների բովանդակությունը, միաժամանակ անդրադարձ է կատարվելու Դավիթ եւ Գոռ Համբարձումյաններին արտադրած ցուցմունքների ոչ արժանանալով գնահատելու վերաբերյալ դատարանի պատճառաբանությունների եւ այն հանգամանքների, որոնք դատարանը անտեսել է։ Դավիթ Համբարձումյանը դատախազության ընթացքում ցուցմունք տալիս նշել է, որ դեպքի օրը Մասիս քաղաքից գնացել է դեպի Արգավանդ։ Խաչմերուկ չհասած ցանում է եղել, առաջ գնալու տարբերակ չի եղել, իջել մոտեցել է Խաչմերուկին, հասկացել է, որ մարդիկ կային, որ ուզում են Երևան գնային, բայց չէի կարողանում։ Վիճաբանություններ տեսել է, որ ոստիկանները փորձել են հանդարտեցնել, ինքն էլ մոտեցել է, որ օգնի, այդ ժամանակ իրեն են մոտեցել իրեն ճանաչողներ եւ ասել, որ որոշ մարդկանց բերման են ենթարկել, խնդրել են օգնել, որ ազատ արձակեն։ Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվել եւ ցուցարարները գնացել են իրենց ճանապարհը։ Հայտնել է, որ միայնակ իր մեքենայով է եկել դեպքի վայր, այլ մեքենաներ իրեն չեն ուղեկցել, մեղադրյալներից որևէ մեկին չի տեսել դեպքի վայրը։ Թե ով էր փակել Խաչմերուկը տեղյակ չի, դեպքի վայրում գտնվել է մոտ կես ժամ, զենք երբևէ չի ունեցել, իր ներկայությամբ մահակների, քարերի, ավտոմեքենայի կրակոցի օգտագործման միջադեպ չի եղել, սակայն հնարավոր է, որ իր հասցնած առաջին տեղ ունեցել այդ դեպքերը։ Հայտնել է նաև, որ միայնակ է գնացել այդտեղ, եղբայրը իր հետ չի եղել, իսկ տարածված տեղեկությունները, թե եղբոր հետ մասնակցել են այդ ամենին, իրականության չի համապատասխանում։ Նշել է նաև, որ դեպքի վայրում ինքը չի կրակել, նման հարված կանոնվել է համայնքի ղեկավարին անվայել, նշել է, որ այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Դատարանը Դավիթ Համբարձումյանի ցուցմունքին անդրադառնալով նշել է, թե այն արժանահավատ չէ եւ նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից։ Սակայն նրա ցուցմունքը դատարանի կողմից հիշատակվել է ապացույցների այն ծավալում, որով դատարանը առաջնորդվել է Դավիթ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելիս։ Այս առումով պետք է նախ նշել, որ ցուցմունքի մասնակի արժանահավատության մասին որևէ դատողություն չի կարող ունենալ իրավական ողջամտության սահմաններում օրենսդրական դոկտրինական պրակտիկ հիմնավորում։ Հաջորդիվ պետք է նշել նաև, որ ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ դատողությունը չի կարող եւ չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ այդպիսի մոտեցման թույլատրման պարագայում դատական ակտը վերացարկում է դատական վարույթի նյութերից ու կրում է հռչակագրային բնույթով հանգեցնում է չպատճառաբանված դատական։ Այլ իրավիճակ կլիներ, եթե դատարանը Դավիթ Համբարձումյանի հայտնած տեղեկությունները համադրել որևէ հավաստի արժանանալու ապացույցի հետ եւ մատնանշել այնպիսի հանգամանքներ, որոնք կվկային Դավիթ Համբարձումյանի կողմից տրված ցուցմունքի անարժանահավատության մասին։ Սակայն սույն դեպքում դա չի արվել, քանի որ նման ապացույցներ դատարանում չեն հետազոտվել։ Պատասխան դատարան դերևս նախաքննության փուլում պաշտպանության կողմը 3 անձի մասնավոր հարցներ ենթարկել, ովքեր եղել էին դեպքի վայրում եւ ցուցմունք էին ցանկացել տալ, նրանցից մեկը դատարանում մեկի հնարավոր չեղավ դատարանում ապահովել, այդ մասով մենք հրաժարվեցինք մասնավորացումից, մյուս անձը մահացել էր այդ անձի ցուցմունքը ճանաչված որպես այն փաստաթուղթ տարածված, իսկ դատարանում հարցը քննվեց Արաքսիա Զորաբյանը, ով նշեց, որ դեպքի օրը որ բնակվում է Դաշտավան գյուղում, որը կապած է Հայանից եւ Օխտաշար գյուղերի Խաչմերուկին, դեպքի օրը մասնավորապես ժամը 4-ից 5 ժամանակահատվածում գնացել է նշված Խաչմերուկ, այնտեղ ցուցարարներ են հավաքված եղել, ոստիկանները իրենց չեն թույլատրել գնալ դեպի Երևան, որի պատճառով վիճաբանությունը տեղի ունեցել։ Որոշ ժամանակ Դավիթ Համբարձումյանը եկել է, փորձել է հանդարտեցնել բոլորին, տեղում հավաքված անձինք նրան ասել են, որ բերման ենթարկվածներ կան եւ խնդրել են Դավիթ Համբարձումյանին, որպեսզի օժանդակի վերջիններից ազատ արձակել։ Տեղյակ է, որ որոշ ժամանակ հետո այդ անձանց ազատ են արձակել։ Դատարանի կողմից տրված հարցին, թե ինչպիսի հեռախոսահամարների օգտագործում, վկան համապատասխան տեղեկությունները հայտնել է եւ նշել է նաեւ, որ տնից դուրս գալիս հաճախ հեռախոսը թողնում է տանը։ Դեպքի վայրում Դավիթ Համբարձումյանին գտնվելու հանգամանքը իր մոտ տպավորվել է, քանի որ վերջինս հանդարտեցնում է տեղում վիճաբանող անձանց։ Պաշտպանության կողմի հարցին պատասխանելով վկան նշել է, որ Դավիթ Համբարձումյանի կողմից որևէ մեկին հարվածելու, անձանց հարվածելու հրահանգ տալու կամ որևէ մեկին հայերելու ականատես չի եղել, նման բան պարզապես չի եղել։ Վկան նշել է նաև, որ այն ժամանակ, երբ ինքը գտնվել է դեպքի վայրում, կրակոցի կամ պայթյունի ձայն չի լսել։
վկան նշել է, որ դիմակով անձանց չի տեսել դեպքի վայրում, քաղաքապետի գալուց հետո ինքը քիչ է մնացել դեպքի վայրում, Դավիթ Համբարձումյանն էլ երկար չի մնացել։ Վկան հարցաքննության ընթացքում մտաբերել է նաև, որ դեպքի օրը Խաչմերուկ գնալուց ի բջջային հեռախոսը թողել է տանը։ Դատարանի այն դիտարկմանը, որ վկայի ցուցմունքը կասկածելի այն պատճառով, որ վերջինս բջջային հեռախոսահամարի տեղակայման վերաբերյալ տեղեկություններով չի հաստատվում, որ վերջինս համապատասխան ժամին գտնվել է դեպքի վայրում, պետք է նշել, որ վերջինս նշել է, այսինքն վկա, որ իր հեռախոսահամարը այդ օրը թողել է տանը, ինչը հարատում է դատարանի կասկածները։ Բացի այդ, նույնիսկ եթե վկան սխալ է հիշում, որ հեռախոսը թողել է տանը, ապա իրադարձությունների նկարագրությունը հաշվի առնելով, մասնավորապես այն հանգամանքը, որ դեպքի վայրում եղել են առնվազն 300 հոգի, ենթադրելի է, որ փոքր տարածքում սպասարկվել է նվազագույնը 300 բջջային հեռախոսահամար, բջջային ցանցը կարող է ծանրաբեռնված լինել, ինչի պատճառով հնարավոր է որ ուժեղի հեռախոսահամարը սպասարկվել է մոտակա կայանների մեկի կողմից։ Վկա Քաջիկ Դումանյանը այն անձնով մահացել է դատախազության ընթացքում եւ այդ ապացույցը ճանաչվել է այդ հաստատուն ապացույց։ Դրա բովանդակությունը հետևյալն է. մարդկանց բազմությունը մոտեցել է Խաչմերուկին, մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող դպրոցին, որտեղ նրանց դիմաց փակել են ոստիկանները, մարդկանց ու ոստիկանների միջև սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում մարդկանց բազմությունը նահանջեց դեպի Խաչմերուկի մոտ գտնվող գազալցակայան։ Ամբողջ ընթացքում տեղի է ունենում քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև։ Այդ ժամանակ Սերբ մինի ջիպ ավտոմեքենա մոտեցավ, որից իջավ Մարսի քաղաքապետ Դավիթը, ում ճանաչում է դեմքով և անունով, սակայն չգիտի ազգանունը։ Դավիթը անմիջապես մտել է մարդկանց բազմության մեջ և կոչել է հանդարտության։ Նույնը ասել է ոստիկաններին։ Ժողովրդի մեջից լսվեցին ձայներ, որ մարդկանց են բռնել ու պահանջեցին Դավիթից, որ նրանց ազատ արձակի։ Դավիթը դիմել է ոստիկաններին, որ բոլոր ձերբակալված անձանց բաց թողեն։ Ինքը այդ պահին վերադարձել է խանութ, քանի որ հաճախորդ է ունեցել, որոշ ժամանակ անց իմացել է, որ ոստիկանները մարդկանց ազատ են արձակել, որից հետո ճանապարհը բացվել է և մարդիկ սկսել են սրվել։ Այդ ամբողջը տևել է մոտ 30-40 րոպե, այդ ընթացքում Դավիթը որևէ մեկի հետ չի վիճել, չի քաշքշել, չի հարվածել, ընդհակառակը ամեն ինչ արել է, որ իրավիճակը հանդարտվի, ինչը իրեն և հաջողվել է։ Պատվիրժան դատուն, հետագա արդեն ստորև ներկայացվում են այս ամենակարևոր ցուցմունքները, մասնավորապես բուժողների և իրենց ազգական վկայի ցուցմունքը, մասնավորապես բուժող Աբրահամ Ինջիբուրյանի ցուցմունքը հետևյալ տեղեկություններն է պարունակում։ Դատարանում հարցաքննվելիս հայտնել է տեղեկություններ այն մասին, թե դեպքի օրը ինչ է տեղի ունեցել։ Մեղադրանքի և պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա 2020 թվականի ապրիլի 18-ին նիստով հրապարակվել է բուժողի նախաքննական ցուցմունքը, այդ թվում Դավիթ և Գոռ Համբարձումյանների հետ իրականացված առերես հարցաքննության արձանագրությունները։ Հրապարակումից հետո բուժողը հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել անձանց անունների մասով, նկատի ունենալով Դավիթ և Գոռ Համբարձումյանների։ Առերեսական ժամանակ պարզել է, որ Դավիթ Համբարձումյանը չի եղել այն անձը, ում գործողությունները ինքը նկարագրել է։ Հանրային մեղադրողի հարցին պատասխանելիս բուժողը նշել է, որ սխալմունք է եղել այն մասով, որ ինքը նշել է, որ իրենց ծեծի են ենթարկել Դավիթ և Գոռ Համբարձումյանները։ Բուժողը նշել է, որ առերեսական ժամանակ չի պնդել, որ իրենց ծեծի են ենթարկել Դավիթ և Գոռ Համբարձումյանները, ոչ թե այն պատճառով, որ վախեցել է ինչ-որ հաշվեհարդարից, այլ այն պատճառով, որ առերեսական ժամանակ հասկացել է, որ իրենց այլ անձինք են ծեծի ենթարկել։ Այն հարցին, թե ի վերջո իրականությանը համապատասխանում է բուժողի նախաքննական ցուցմունքը, թե առերես հարցաքննության ընթացքում հայտնած տեղեկությունները, բուժողը նշել է, որ իր կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքները դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունների մասով իրականությանը համապատասխանում են, բացառությամբ այն տեղեկությունների, որ իրենց Դավիթն ու Գոռ Համբարձումյանն են հարվածել։ Այն հարցին, թե հանրապետության հրապարակում լրագրողի հետ զրույցի ընթացքում բուժողը հայտնել է, որ իրենց ծեծի են ենթարկել Դավիթ և Գոռ Համբարձումյանները ևս սխալմունք է, թե ոչ, բուժողը նշել է, որ այո, դա ևս սխալմունք է, իրեն այդպես են ասել այլ անձինք, ինքն էլ լսելով հայտնել է լրագրողներին։ Բուժողը նաև նշել է, որ իր սկզբնական ցուցմունքները չի կարդացել, քանի որ վստահել է քննիչին։ Բուժողը նշել է, որ իր կողմից ձեռագիր գրված ցուցմունքները ևս ճիշտ է, բացառությամբ այն մասի, որ Դավիթ և Գոռ Համբարձումյաններն իրենց ծեծի ենթարկել և հարվածներ հասցրել։ Այդ հանգամանքը վկան պարզել է առերեսման ժամանակ, դրանից առաջ գտնվել է մոլորության մեջ։ Որևէ մեկը ինչ առերեսնում իրեն չի խնդրել կամ հորդորել հայտնել այն տեղեկությունները, որոնք նա հայտնել է առերեսումների ժամանակ։ Ոչ մի վախեր չունի իրականությունը հայտնելու համար, իրեն միայն անհանգիստ ստացվում է, որ ցուցմունքներում սխալ մարդկանց անուն է տվել։ Բուժողը նշել է, որ Դավիթ և Գոռ Համբարձումյանների հետ առերեսման գնացել է եղբոր, սույն գործող բուժող Արա Պողոսյանի հետ,
Սակայն վերջինիս մասնակցության առայս արձակումից տեղի չունեցել, քանի որ Արարատ Պողոսյանը ցուցմունք է տվել հիմք ընդունելով իր պատմածը։ Պատմական դատան սա Դուժովի կարծիքն է, թե առայսումը ինչու տեղի չի ունեցել, իրականությունը այլ է, երբ որ առաջին առայսումները տեղի ունեցան եւ դրանից հասկացան, որ սխալ ցուցմունք են տվել, սխալ մարդկանց են մասնանշել այնպես իրենց արձակնով, քննիչը պարզապես չի իրականացրել, որպեսզի նման բովանդակությամբ էլի առայսումներ քրեական վարչություններում չհայտնվեն։ Ըստ էության Դուժովը դատարանում բնդեց նախաքննական ցուցմունքներում ներառված տեղեկությունները դեպքի եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ, սակայն, ինչպես առայսման ժամանակ դատարանում եւս մեկ անգամ հաստատեց, որ Դավիթ եւ Գոր համբարձություններին դեպքի վայրում չի տեսել, նրանք չեն եղել իրենց ծեծի ենթարկողները։ Այն անձանց խոսքերի հիման վրա Դուժովը նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս նշել է, որ երկու հրազենային վնասված ստացող է եղել դեպքի ժամանակ, ինչը իրականությունը չի համապատասխանում, սակայն հաստատում է, որ Դուժովը ոչ թե հայտնել է այն տեղեկությունները, որոնց ականատես է եղել այնպիսիք, որոնք իրեն հայտնել են այլ անձինք, այդ թվում մեր պաշտպանների գործողությունների մասը։ Արգելի պաշտպան, քանի ընդհատվեցիք, դատան արձանագրում է, որ դատականիստին ներկայացան նաև պաշտպաններ Զորայր Հարությունյանը եւ Գայանե Պապյանը։ Խնդրեմ, Եվս մեկ հանգամանք պարզաբանեմ, արգելի պաշտպաներ անհրաժեշտ է դատականիստին ներկայանալ ժամանակից։ Չնայած որ դուք հեռախոսազանգում դատարանի աշխատակազմում հայտնել եք պատճառները, այնուամենայնիվ անհրաժեշտ է ներկայանալ ժամանակից։ Դատարան պալանքինիստի մասնակցություն հակապատասխան։ Շանակ։ Տվյալ Դուժովի ցուցմունքն ամփոփելիս նշեմ, որ ըստ էության նախաքննության փուլից սկսած այդ առաջին իսկ առայսումից եւ ինքը այսպես ասած կենթանի տեսել է Դավիթ Համբարձումյանը, հենց այդ այս ստացիկ հասել որ ինքը չի ցարված ինքը եւ իր եղբայրը չի ցարված, որտեղ երկու առայսում են ունեցել։ Ըստ էության այդ մասով մինչև վերջը ինքը ցուցմունքները պնդել է։ Նաեւ բազմաթիվ անգամ նշելով, որ իր վրա որևէ ազդեցություն խնդրանք չգիտեմ, վաղ շոկանջ չի եղել, որ ինքը նմանատիպ տեղեկություններ ունի։ Դուժով Արամ Բաղդարյանի ցուցմունքը պարունակում է հետևյալ տեղեկություններ, ըստ էության վերջինիս ցուցմունքը կառուցված է գործող Դուժովներ Աբրահամ Ինջիգուլյանի եւ Արամ Ղորոսյանի կողմից հայտնված տվյալների վրա, իսկ վերջիններս են արտաքննության եւ դատաքննության ընթացքում Դավիթ եւ Գոր Համբարձումյանների կողմից ծեծի ենթարկվելու մասով երկել են նախկինում հայտնած տեղեկություններ, այսինքն վերջին ցուցմունքը մեղադրական տեսանկյունից թե առանձին, թե սույն ձեռվարկի վերաբերող մյուս ապացույցների համակցության մեջ որևէ ապացուցողական նշանակություն չունի, սակայն Արամ Բաղդարյանի ցուցմունքը պարունակում է էական տեղեկություններ Դավիթ Համբարձումյանի գործողությունների մասով, որը սույն ձեռվարկին վերաբերող մի շարք այլ ապացույցների համակցության արդյունքում հաստատում է, որ Դավիթ Համբարձումյանը դեպքի վայրը ոչ թե կատարել է հակաօրինական գործողություններ, այլ հակառակը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, այդ թվում բանակցելու միջոցով նպաստել է վերման ենթարկված անձանց ազատ արձակման։ Դուժով Արա Պողոսյանի ցուցմունքը պարունակում է հետևյալ տեղեկությունները, նշել է, որ ապրիլի 22-ին 18 թվականի որոշել է գնալ ցույցի, ինքը Հայաստանի Ստորտաշատ գյուղերի խաչմերուկ մի քիչ ուշ է հասել, ուր կային ոստիկաններ եւ դիմակավորված անձեր։ Խոսակցություն էր գնում, որ ցուցարարները գնան Երևան, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս։ Ինչից հետո գնացել է մի փոքրանի կողմ, տեսել է Աբրահամին, 4 հոգով խփում են, վազելով գնացել է նրա մոտ, իրեն էլ են խփել, ինչի ժամանակ գմփոց է լսել, մարդիկ եկել բաժանել են, երբ որ գլխից արուն են հոսացել, որոշ ժամանակ անց ամեն ինչ հանգատվել է, այլ ճանապարհով գնացել են Երևան։ Իսկ տեղում եղած մարդիկ իրեն ասել են, որ Դավիթ Համբարձումյանն է եղել այդտեղ։ Նշել է նաև, որ Դավիթին տեսել է քննչականում եւ դատարանում։ Մարդիկ ասել են, որ դեպքի վայրում եղել է Դավիթը, նրա եղբայրը եւ կողմնակիցները, իրենք հարցրել են այլ անձանց, թե ով է եղել իրենց ծեծողը, ցույցի մասնակիցները ասել են, որ Դավիթը, նրա եղբայրը եւ կողմնակիցներն են եղել։ Ճանապարհին անծանոթներից մեկը իրեն հորդորել է, որ գնան լրագրողին ասեն, որ Դավիթը, նրա եղբայրն ու կողմնակիցներն են ծեծի ենթարկել։ Արամ Բաղդարյանն ու Դուժովի եղբայր Աբրահամը հրապարակում լրագրողին տենց էլ ասել են, հետո քննչականը պարզել են առասումների ժամանակ, որ իրենց ծեծողները Դավիթը եւ Գորը չեն եղել։ Տեսել են նրանց եւ նոր հասկացել, որ իրենց այլ մարդիկ են ծեծի ենթարկել։ Դուժովը նշել է, որ գմփոցը, որը ինքը լսել է, զենքի կրակոցի ձայն չի եղել, պայթուցիկ է եղել, նույնիսկ իր կոշիկներն են պատրվել այդ պայթուցիկից։ Այս մասով հարկավոր է նշել, որ հավանաբար ոստիկանների կողմից կիրառվել է հատուկ միջոց, քանի որ արկա տեսակցության մեջ
հստակ երևում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոբուսի մոտ ծուխ է առաջանում, պես Հովհաննես Բալաբանյանի կողմից ներկայացված տեսակցության 30-րդ վայրկյանը։ Տուժողը նշել է նաև, որ ինքը Դավիթ Համբարձումյանին դեպքի վայրում տեսել է վերջում, երբ արդեն ամեն ինչ հանդարտվել է։ Նա եկել էր այդտեղ եւ կռվից հետո խոսացել է, հանդարտեցրել է ամեն ինչ։ Նախաքննության ընթացքում վախեր են ունեցել քննիչից, քանի որ քննիչն իրեն ասել, որ եթե սխալ բաներ պատմի, իրեն կդատի։ Այլ մտավախություն չի ունեցել։ Ըստ Տուժողի դեպքի ընթացքում ցուցարարների կողմից քարերով հարվածներ եւս եղել են, հրակոց լսել է։ Նախաքննության դատաքննության ցուցումների արկայակացությունների պատճառով հրապարակվել են համապատասխան հատվածները։ Նախ մինչ Տուժողի կողմից հրապարակված արկայակացությունների մասով հայտնած դիրքորոշման անձները ցանկանում են նշել, որ վերջին ցուցմունքը հակասում է նաև վկաներ Ժորա եւ Միասնիկ Մկրտչյանների ցուցմունքներին դեպքից հետո հանրապետության հրապարակում հանդիպելու մասով։ Բացի դա Տուժողը գրքին երկու հրազդանային վիրավորում ստացած անձանց մասին է նշել, ինչը իրականության է պատասխանում եւ հերքված է քրեական գործի նյութերով։ Ցուցմունքի հրապարակումից հետո Տուժողը հայտնել է, որ Դավիթ Համբարձումյանին իրենք ընդհանրապես չեն ճանաչել։ Քննիչին հաստատ ասել են, որ լսել են, որ թե իրենց Դավիթենք են ծեծել, ոչ թե տեսել են։ Դավիթ Համբարձումյանի անունն են տվել, բայց իրենց այլ անձինք են իրականում ծեծել, ավելի հաղթանդակ։ Դավիթի նրա եղբոր մասով ինչ գրել է, կողքից լսելով է գրել։ Հարցաքննության ընթացքում երբ քննիչն իրեն հարց է ուղղել Դավիթին եւ Գորին ճանաչելու մասին, ինքը հայտնել է, որ չի ճանաչում նրանց։ Վերստին նշել է, որ իրականությանը համապատասխանում է այն, որ իրենց ծեծի են ենթարկել, բայց չգիտեն թե ով։ Կողքից իրենց ասել են, որ Դավիթենք են, բայց հետո հասկացել են, որ նրանք չեն եղել։ Նշել է, որ նախաքննական ցուցմունքներից ինչ որ ընթերցվեց, ամեն ինչ ճիշտ է, բացի նրանից, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկողները։ Այն մասին, թե զենք տեսել ինչ-որ մեկի մոտ, պատասխանել է, որ այո տեսել է, սակայն չի կարող ասել ով է եղել զենքով եւ ով է կրակել։ Հայտնել է նաեւ, որ որևէ մտավախություն չունի իրականությունը ասել։ Տուժողը պնդել է, որ ներկայումս ճանաչում է Դավիթին եւ թե Դավիթում գտնվող այլ անձինք իրենց ծեծի չեն ենթարկել։ Տուժողը նաեւ նշել է, որ նախաքննության ընթացքում